Այսօր դեկտեմբերի 16-ին սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված սեփական տանը հայտնաբերել են ամուսինների դիերը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են. «Տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով»։ Նրանք նշել են, որ լավ է ոստիկանները շուտ են եկել ու հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարել, հակառակ դեպքում վստահ են, եթե մի քիչ ուշանային չէր բացառվում, որ նա կարող էր էլի մարդկանց սպանել։ Ասում են, որ 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ եւ երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։